Ուրեմն կարտանք հռոմեացիս մարդկության մեղքը առաջի գլխի 18 խոսքերից երեխեք ջան։ Բացեք կարտանք։ Առաջի մասը արդեն տեղադրել եմ, ժողովուրդ ջան, կրնակ նայեք, ինչու է ստում ենակ, երկրորդ մասը հիմի արդեն քանի որ տեսանյութը ընդհատվավ, երկրորդ մասով կներկայացնեմ։ Քանի որ Աստծո բարգությունը երկնքից կհայտնվի մարդկանց բոլոր ամբարշտությանը եւ անիրավության վրա, բարգությունը ինչի վրա կհայտնվի, մարդու ամբարշտության ու անիրավության վրա, որոնք ճշմարտությունը անիրավությամբ բռնել են, ճիշտը գիտեն, բայց ճշմարտությունը բռնել են անիրավությունով, այսինքն ճիշտը բռնել են անօրինական ձևով, քանի որ ինչ որ Աստծո մասին պետք է գիտենալ, իրենց մեջ հայտնի է, որովհետև Աստված նրանց հայտնեց, քանի որ, նայեք, ամեն մարդու ինչ որ պետք է որ գիտենա, Աստված ամեն մեկիս կհայտնե, բայց մենք ճիշտը իմանալով հանդերձ կրնանք հանգիստ ճիշտը ստի հետ փոխենք ու ճիշտ ձևով չապրենք, ինչ որ պետք է ամեն մեկիս Աստված կհայտնե, ինչ որ չափով պետք է, այդ չափով մեզի կհայտնե, քանի որ աներևույթ բաներ աշխարհի սկզբի ստեղծվածներով կիմացվին, կտեսնվին, այսինքն իր մշտնջենավոր զորությունն ու աստվածությունը, որպիսի անպատասխան մնան, ինչ որ աներևույթ բաներ կա, իր ստեղծվածներով կիմացվին, օրինակ Աստվածել է, չէ, աներևույթ, իր ստեղծագործությունով կերևար աներևույթը, ինքը կա ու գոյություն ունի, քանի որ աներևույթ բաներ աշխարհի սկզբից ստեղծվածներով կիմացվին, կտեսնվին, այսինքն իր մշտնջենավոր զորությունն ու աստվածությունը, որպեսզի անպատասխանի չմնան, շատ բաներ, եթե կուզենք իմանանք կա թե չկա, իրական է թե իրական չէ, ուրդից կրնանք իմանանք, իր ստեղծվածներից, մարդու մեջ եթե կուզես իմանաս ինչ կա ինչ չկա, իրա պտուղներին կնայես, չէ, ու արդեն կհասկանաս թե այդ տվյալ մարդը ով է իրականում, Աստված ով է իրականում, կնայես իր ստեղծագործությունը, դու կտեսնես, որ ինքը ամեն ինչ ստեղծել է քեզի համար, քու կյանքդ լցրել է ուրախությունով, քու կյանքդ լցրել է օրհնությունով, ու դու կտեսնես, որ ինքը իրականում քեզի շատ կսիրե, թեև իրենք Աստված կճանչնային, բայց Աստծու պես չփառավորեցին, կամ շնորհակալ չեղան, հապա իրենց խորհուրդների մեջ ունայնացան ու սրտերի անմտությունով խավարեցին, նայեք, մարդիկ Աստծուն կճանչեն, ու ինչ կնշանակե ճանաչել Աստծուն ու չփառավորել Աստծուն Աստծու պես, այսինքն դու կհանես Աստծուն կիջծնես քու հասագիտ, կիջծնես քու մակարդակիդ ու կմտածես թե Աստված քեզի չափ կհասկնա, քեզնից քիչ կհասկնա, դու Աստծուն չես տնե, քեզնից առաջ դու Աստծուց հետո կշարժվես, եթե դու Աստծուց հետո չես շարժվի ու Աստծուն չես տնե քեզնից առաջ, դու շատ ուժեղ հարվածներ կընդունես այդտեղ, Աստծուն պաշտե Աստծու պես, ինչ կնշանակե Աստծուն պաշտել Աստծու պես, այսինքն հասկացոր ինքն է քեզ ստեղծե, ոչ թե դու ես իրան ստեղծե, ինքը պետք է քեզի թելադրե, դու պիտի իրան լսես, ինքն է քու ծնողդ, դու ես իրա երեխեն, իսկ եթե մենք այսօր Աստծուն կսիրենք թելադրել, մեր կամքը հայտնել, շատ հարցերի մեջ ու Աստծուն լսծնել, մեր կարծիքներն ու մեր կամքը ոչ թե Տիրոջից լսել, դա կնշանակի, որ Աստծուն Աստծու պես չենք փառավորե, մենք չենք հասկնա իր մեծությունը, մենք չենք հասկնա իր զորությունը, մենք չենք հասկնա իր իմաստությունը ու կսկսենք ամեն ինչի մեջ մերը թելադրել, ամեն ինչի մեջ մեր կամքը թելադրել, եսիք սպես չեմ ուզել, եսիք ըմպես կուզեմ, ու մենք ունենք չէ երեխեք, որ իրանց ուզածները կենեն մինչև վերջ, առաջ կտանեն մինչև վերջ, որովհետև ծնողին ծնողի տեղ չեն տնե,
Մենք ծնող ենք անունով, բայց մեր երեխեքը մեզ իրանց մատների վրա կթելադրեն, մատների վրա կֆռծնեն ու երեխեն պդի սե։ Սենյակը պդի մտնիս թե պդի չմտնիս, ջուր պդի խմես թե չպդի խմես։ Տեղ պդի իշտաս թե չէ։ Եթե երեխին չլսիր ինքը կնա շատ բարձր լացեղնի, մեր անգամ կցնցվի ու դու կդառնաս արդեն իր գերին ու կսկսես դու իրան լսել։ Այսինքն, ինչ որ մենք Աստծուն Աստծու պես չենք բառավոր, այդպես մեր երեխեքը մեզ ծնողի տեղ չեն տնե։ Հասկնաք, ու ստեղից կծնվի բոլոր խնդիրները։ Որ Աստծունը, Աստծու տվածի պես չես վերցնե, վերջում կմնաս մենակ։ Ինչի կմնաս մենակ, որովհետև Աստված քեզի կթողնի։ Հասկնաք, Աստված քեզի կթողնի։ Եթե կսե վայսյա ար Օլյային, դու պիտի չսես Օլյան լավը չէ։ Ինքը չաղ է։ Ինչի որ դու չսեիր Աստված չի դեր որ Օլյան չաղ էր։ Ինքը գիտեր որ Օլյան չաղ էր։ Նաև գիտոր Օլյան նաև սև է, չաղ է, սև է ու կարճ է, խոսքի։ Միքսե Օլյանով է, շատ գիտեմ, որնակ կպերեմ։ Բայց եթե վայսյա քեզի Աստված կսե Օլյային ար, ուրեմն Օլյայից լավ քեզի համար կողագից չի կրնա եղնի։ Հասկնաք ինչ կսե։ Իսկ եթե դու չես հնազանդվի, դորով դու հենց դորով մենակ կմնաս, համ Աստված քեզի կթողնի։ Համե Օլյային Աստված կոլյային կուտա։ Հասկացաք երեխեք ջան, Օլյան էլի մենակ չի մնա, որովհետև Օլյան հնազանդվավ։ Վայսյան մենակ մնաց, Օլյանը առավ կոլյային։ Հասկնաք, ու Աստված է Օլյային օրհնեց։ Ինչ կապ ունի Օլյան ինչ է արտակինով, ինչ կապ ունի Օլյան ազապ աղջիկ է, նշանված, բաժնված է, մի խոսքով 10 հատ երեխա ունի, 5 հատ երեխա ունի, Աստված կտեսներ այդ համատեղելիությունը, չէ՞։ Ես այն թեմայի մեջ նեսի, դերեկ պրինսը ամուսնացավ 8 աղջկա մոր հետ, որոնք բոլորը տարբեր մորերի երեխա էին, երեխեք, տարբեր մորերի, տարբեր ծնողների երեխա էին, 8-ն է ոչ գրած, բայց դերեկ պրինսը հարց ու պատասխան չերավ, ինքը որովհետև մեկին ուներ հարց տալու, տիրոջը ուներ հարց տալու, տիրոջը հարցրել էր, Տերը սել էր, որ ես ցեզի կտեսնեմ իրար հետ։ Հասկնաք, ինչն է պատճառը, որ շատերը այսօր մենակ կմնան եւ հոգեվոր ոլորտում, եւ ֆիզիկական ոլորտում։ Ես ինքը շատերի հետ աշխատելով տեսել եմ, որ ոչ թե այդ տղուն մի հատ աղջիկ չի հասնի, այլ կհասնի, իրանք իրանց ուզածը կթելադրեն, աղջիկան այդ տղա կհասնի, աղջիկին կան իր ուզածը կթելադրեն, վերջում աղջիկն է մենակ կմնա, տղեն է մենակ կմնա։ Որովհետև իրանք սովորական հնազանդությունը չունին, Աստծուն չեն տնե Աստծու տեղ, չեն սե թե Աստվածոր սավ, ինքը չի կրնա օրհնել ընտանիքը, չի կրնա օրհնել միությունը, միթե Աստծու համար անհնարին հեչ մի բան չկա, միթե Աստված չէր կարմիր ծով բացողը։ Ու գիտեք, հենց այդ օրից հետո կամ էլ կուտա շատերը կամուսնանան խոսքի, Վալյան կարնի Վանիգին, խոսքի, Վալյան առավ Վանիգին, իրար չեն քննադել։ Իրար մասին հոգ չեն տանի։ Միշտ հիշեք, ընտանիքը, երբ որ կկառուցվի, սպես պիտի կառուցվի, կինը ամուսնու մասին պիտի մտածի, ամուսինը կնոջ մասին։ Այդ ժամանակ սպես ամրություն կեղնի։ Եթե իրար ամուսինները իրար մասի կմտածեն։ Իսկ եթե ամուսինն է կմտածի իր մասին, կինն է կմտածի իր մասին, տեղ ընտանիք չկա։ Եթե կինն է կմտածի իր մասին, ամուսինն է կմտածի կնոջ մասին, մի օրը մարդեն ամուսինը կհիասթափվի ու այն կողմ կեշտա։ Այսինքն պիտի եղնի ամրություն։ Եթե ամուսինները իրար հետ ամուր հարաբերության մեջ եղան, ու ամեն մեկը իրանց սեփական եսի մասին չմտածեցին ու մեկը մյուսին չօգտագործեցին, այդ ընտանիքը հեչ մի բանում չի կրնա քանդել։ Հեչ մի բանում։ Որովհետև առաջինը Աստծո դրած պատվիրանը պահեցին, որ ինչ որ Հիսուսը կսիրե իր հարսին, ինչը Հիսուսը կսիրե, մենք Հիսուսի հարսն ենք, ինչը կսիրե մեզի, դուք հեչ գիտեք ինչը կսիրե, իր անձը դրել է մեզի համար, եթե ամուսինը իր անձը չի տնե իր կնոջ համար, ուրեմն ինքը չի սիրե իր կնոջը, էլ մնացած ընտանիք կամ ինչ որ հարցերի մասին խոսալը ավելորդ է։
Կինն այդպես պետք է սիրե իր ամուսնուն ու իր անձը տնե իր համար։ Նույնը կվերաբերվի հոգևոր ոլորտին։ Նույնը կվերաբերվի հոգևոր ոլորտին։ Եթե մենք եսօր հոգևոր ոլորտի մեջ Աստծո շայրը մերինից առաջ չենք տնե, Աստծո սազների պես չենք ուզե ապրենք այլ մեր կամքը կթելադրենք Աստծուն, հավատացած եղեք, որ մենք կմնանք մենակ։ Ինչի դու կմնաս մենակ, որովհետև Տիրոջը մենակ թողեցիր այն պահին, երբ որ Տերը քու ձեռդ կուզեր բռներ։ Չէ, դու լավ չգիտես, ես ավելի լավ գիտեմ։ Ու կեշտաս քու ընտրության հետևից, ու կեշտաս քու ցանկության հետևից, ու հետո հեչ մարդու մի մեղադրե։ Մենակ ես մնացել, որովհետև այն հնարավորությունը, որ Տերը քեզի տվել է, ժամանակին չես կնադե ու եսօր էլ բաց կթողնես։ Աստված որ ընտանիքը կուտա, երեխեք, ընտանիքը սուրբ է։ Այդ ընտանիքին պետք է սուրբ մոտենաս, իհարկե, եթե Աստված կուտա։ Աստված չի ճանճե այն ամուսնությունը, որ նոր իրանից չի ծնվե, այսինքն ինքը չի ընտրե։ Քու կողակցիդ։ Մենք վկայություն լսեցինք, չէ՞ երեխեք, ու թարգմանեցի ես ռուսերենից հայերեն։ Ուրեմն նայեք, որ ամուսնությունն է Տիրոջից։ Երբ որ Տերը կընտրե, Աստված քու ընտրածդ չի օրհնե։ Աստված իր ընտրածը կօրհնե։ Ու երբ որ ինքը ծնված է վերստին ու քայլե հնազանդության մեջ, ունի պտուղներ։ Իսկ եթե դու ուղղակի արդամուսնական կապերից երեխա կունենաս, այդ երեխեքը կոչվին աբորենի։ Այդ մասին այդ վկայության մեջ շատ լավ կուտար։ Մենք մեր եկեղեցով անցել ենք այդ մասին։ Հա, 8 օրից հետո ինչ կծնվի, երեխեք, 8 օրից հետո ինչ կծնվի։ Աստված մարդիկ կան ցանկության մեջ կվարվին։ Չէ, Աստվածաշնչի մեջ կա, ցանկություն կա, էլի ամուսնացի։ Այն որ մեղք գործես ամուսնացի։ Աստծո ընտրածը չի վերցնե, հետո ինչ տեղի կունենա, երեխեք։ Թեև իրենք Աստծուն կճանճեին, բայց Աստծո պես չբառավորեցին կամ շնորհակալ չեղան, հապա իրենց խորհուրդների մեջ ունայնացան եւ սրտերի անմտությունով խավարեցին։ Սրտերի անմտության պատճառով, անմիտ գործողության պատճառով իրանց միտքը խավարեց։ Հասկնակը Տիրոջից որ դուրս կուկաս, Տիրոջ հնազանդությունից դուրս կուկաս, եւ հոգեվոր ամուսնությանը կվերաբերվի եւ ֆիզիկական ամուսնությանը։ Տիրոջ պաշտպանությունից, հնազանդությունից դուրս եկար, ուր կմտնես, խավարի իշխանության մեջ, չէ՞։ Լույս ու խավար։ Լույսից դուրս եկար, մտար խավարի մեջ։ Իրենք իմաստուն են կսին ու հիմարացան։ Այսինքն, չէ, ես քեզնից լավ գիտեմ ընձի ինչն է լավ, ինչ որ Ադամը ու Եվան ինչ երեցին, Աստվածա մի կերեք օր ուտեք, պետք է անշուշտ մեռնիք։ Ադամն ու Եվան ասեցին, չէ, դուս լավ չգիտես, մենք ավելի լավ գիտենք, կագնի ուտենք, տես ինչքան լավ կեղնի։ Ու այսօր այդպես հարսը, Հիսուսի հարսը չի հնազանդվի ոչ ֆիզիկական ընտրության ժամանակ եւ ոչ հոգեվոր ընտրության ժամանակ ու վերջում կմնա մենակ։ Ահա թե ինչի մարդը կմնա մենակ։ Շարունակությունը։ Եվ անեղծ Աստծո փառքը փոխեցին, նմանեցնելով եղձանելի մարդու եւ թրջունների եւ չորկոտանիների եւ սողունների պատկերին։ Այսինքն, նայեք ինչ երեցին։ Աստծո փառքը փոխեցին ու ինչիսես սկսեցին պաշտել։ Երեխեք, մարդը ինչով որ կտարվի, հենց դիգի կպաշտե։ Ստեղ վերցնենք, մարդը կրնա պաշտե իր ամուսնուն, մարդը կրնա պաշտե իր երեխուն, մարդը կրնա պաշտե իր եկեղեցին, մարդը կրնա պաշտե իր հովիվին, մարդը կրնա պաշտե իր հարստությունը։ Այն ինչ նոր դու կպաշտես, արդեն Աստծուն փոխել ես անկեղծ, մաքուր Աստծուն դու փոխել ես ուրիշ բանով։ Հասկնաք։ Փոխեցիք Աստծուն ուրիշ բանով։ Նրա համար Աստված էր պղծության մատնեց նրանց իրենց սրտերի ցանկություններով իրենց մարմինները իրենց մեջ անարգելու։ Հասկնաք ինչ սա ստեղ երեխեք։ Չես ուզել։ Տես, ես շատերը կսեն շնության մեջ կգնեմ, Տեր ջան, ինձ մեկին տուր, որ ես շնություն չգործեմ, կամ ցանկությունը միջեցս, հա? Կամ մեկին տուր, որ ես ամուսնանամ, շնություն չգործեմ։ Նայեք,
Աստված տվավ իրան հոգևոր առումով եկեղեցի ցույց կտա, քսե գնայս եկեղեցին, ստեղ մասնակցես ու կսրբվիս կմաքրվիս։ Կմտնիս այդ եկեղեցին քեզի կհանդիմանեն, ինչ ճղկեղնի քեզի հանդիմանեն, ախր դու սուրբ հավատացյալ ես, թե որ սուրբ ես եկեղեցու միշտ գործ ունիս, չէ՞ որ եկեղեցին մեղավորների ժողով է, եկեղեցին ժողով է, որտեղ պիտի քեզի հանդիմանեն, որտեղ որ դու պիտի սրբվիս, որտեղ որ պիտի մաքրվիս, չէ՞։ Եթե դու սուրբ ես, էլ ինչ գործ ունիս տեղ, իսկ եթե եկել ես ինչի չես ուզե հանդիմանվիս, ինչի չես ուզե փոխվիս, իսկ եթե չես ուզե փոխվիս, ինչ պտենես եկել ես որ մեզի փոխես, չէ՞։ Աստվածաշնչի մեջ կսե քիչ թթխմորը ամբողջ ցանկվածը կխմոր է։ Եթե դու եկել ես ու չես ուզե փոխվիս, ուրեմն եկել ես որ մեզի փոխես։ Մարդիկ կասեն, չէ, ժամանակ է պետք որ ինքը փոխվի, կա, այո, ժամանակ է պետք որ նաև ինքը ամբողջ եկեղեցին փճացնե։ Չփոխվողը մարդը կամ դենե բարի կամ չար, չփոխվողը նաև կփճացնե։ Դոր համար այն մարդիկ, որոնք որ ոչխարներ են, գայլեր են ոչխարների հանդերձներով, պիտի շատ արագ եկեղեցուց դուրս բերվի, որպեսզի կամ ապաշխարեն, ետ վերադառնան, կամ է ուղղակի հոդին չվնասեն։ Գառնոր ոչխարների մեջ ընկավ, հովիվը ինչ կենե, քսե թող մնա գարգը դառնա։ Հեչ լսել եք այդպես բան։ Որ գայլիս է չէ թող մնա, ինքը գար կրնա դառնա, մեղ չէ ինքն էլ է կենտանի։ Չոբանը կառնի փեդն ու կգնի գայլի հետևից, դուր թե կուտաս գայլի կսարկի սատկած գայլ։ Չէ։ Այդպես հոգևոր հովիվն այդպես պետք է եղնի։ Հոգևոր հովիվն այդպես պետք է եղնի։ Ինքը պիտի չթողնոր հոդի մեջ գայլեր մտնին, որ փճացնեն հոդի մյուս անդամներին։ Ու ամենաառաջինը կփճանա մեր ու Աստված հարաբերությունները, Աստված գայլերի մեջ չի բռնակվի, Աստված կբռնակվի գառների մեջ, խոնարհների մեջ։ Շարունակությունը։ Նրա համար Աստված էլ նրանց մատնեց, նրանց իրենց սրտերի ցանկություններով իրենց մարմինները իրենց մեջ անարգելու։ Նորից կկարտամ սի կարևոր խոսքերը։ Ինչի համար։ Նրա համար Աստված էլ պղծության մատնեց նրանց։ Աստծուց հեռացակ, Աստծուց թողեցիք կողքիս, քու կարծիքը դնձի չի հետաքրքրե, քու ընտրածը ընձի չի հետաքրքրե, քու կամքը ընձի չի հետաքրքրե, Աստվածը ինչ կենե, դու ընձի չես հետաքրքրե։ Ինչ կենե, կմատնե պղծության իրենց սրտերի ցանկություններով ու այդ պղծությանը ինչի կմատնե, քու սրտի ցանկությունով թե կնա պղծվի։ Քեզի տվեցի հնարավորություն, որ դու չմեղանջեիր։ Քեզի տվեցի ընտրություն, որ դու չմեղանջեիր։ Դե որ չընտրեցիր իմ ընտրությունս, քեզի կմատնեմ քու ցանկության թամեմատ կնա պղծվի։ Դու ես ընտրել պղծություն, Աստված չի ընտրել, երեխեք։ Աստված ամեն մեկին այնքան արտար հնարավորություն կուտա։ Մենակ ես տիա իրան կուտամ քու կողքը թող քեզի բարձրացնե։ Ամմակուր ես, պիղծ ես, ունիս ընտանիք, գնա ես ինչ եկեղեցին։ Աստված քեզի ընդեղ կբարձրացնե, կզորացնե։ Ով ինչ որ կփնտրե, դի կգտնի, երեխեք։ Ով ինչ որ կփնտրե, կյանքում դի կգտնի։ Իրենց սրտերի ցանկությամբ իրենց մարմինները իրենց մեջ անարգելու։ Թույլ կուտար, քու մարմինդ քու մեջդ անարգվի։ Այն որ կսեն դու հարգանքը լրիվ իրա նկատմամբ կորցրել է։ Որ կդատարես արդեն քեզի հարգել, այնպես բաներ կենես, որ հետո դու ինքդ կզզվիս քեզնից։ Որոնք Աստծո ճշմարտությունը սուտի հետ փոխեցին ու երկրպագություն եւ պաշտոն մատուցեցին ստեղծվածներին, քան թե ստեղծողին, որը հավիտյան օրհնյալ է։ Ուրեմն ինչի համար Աստված թույլ կուտա այդ ամեն ինչը, որ մարդը գնի մեղքերի մեջ, որովհետև ինչ երեց մարդը, ինչ որ Աստված տվել էր, ոչ թե Աստծուն պաշտեցին, այլ պաշտեցին Աստծու տված բաներին։ Աստված սավ Կոլյան պիտի առնի Օլիային, Կոլյան գնաց առավ Վալյային, իրա սրտի կամքը կատարեց։ Վալյայի հետ 2-3 ամիս հետո յոլա չեն էշտա կամ քանի տարի կաբրին քանի մատ երեխա կունենան, հետո էլի իրարից կբաժնվին։ Ինչի՞, որովհետև Աստված սել էր որ Կոլյան առներ Օլիային։
Հասկնաք, Աստված լավ գիտեր, թե ով ում հետ ավելի ճիշտ կհամատեղվի։ Դե քու սրտի ցանկությունը Օլյան է։ Գնա Օլյա, Վալյա, լավ գալյա թողերնի, չխարդենք աներա։ Հումոր ուզեցիր, գնացիր առար, գալյային առար, Վալյային առար, լավ երեցիր, դե հմի գնա քու ցանկությանը թամեմատե տանջվի։ Հոգևոր ոլորտի մեջ էլ այդպես, Աստված կսե էս եկեղեցին կնա, կսես չէ ընդեղ ընձի կհանդիմանեն, իա, լավ չոր կհանդիմանեն, լավ չոր քեզի քու սխալներդ կսեն, չոր մեր սերը, տիրոջ սերը, հենց հանդիմանությունն է, խիստ է, խիստ չէ, Աստված խիստ Աստված չէ, երբեմն Աստծու սերը կշպոտեն անսրբության հետ, կմտածեն, թե Աստված որ շատ կսիրե, չեն պատկերացնոր սարսափելի բան է հագարակումը, կենտանի Աստծո ձեռ ընկնելը։ Դժողքի վկայությունները, երբ որ մենք կլսենք, սարսափելի տանջանքներ կա դժողքում, սարսափելի տանջանքներ կա դժողքում։ Ու այդ Աստվածն է մեր թույլ տվելիք, որովհետև Աստված արտար ու հավատարիմ է։ Ու գիտեք ում է թույլ տվել, որ կսե Աստված սիրող Աստված է, ինքը ընձիգները ու ամեն ինչ կեն է, ինքը կմտածե թե իրան կները, բայց կմոռանանք որ Աստված իժա օրենք իրանից բարձր է տասը։ Աստված մեզի այնքան շատ չի սիրե ինչքան իրա դրած օրենքները։ Ու ինքը մեզ հետ արտար ու ճիշտ կվարվի, ու դժողքի մեջ չկա մեկ որ ինքը մտածոր Աստված իր սխալ է վար, որ ինքը դժողքի մեջ է, որովհետև ամեն մեկիս Աստված 1000 անգամ հնարավորություն կուտա ուղղվելու ու փոխվելու։ Շարունակությունը լսենք։ Նրա համար Աստված նրանց անարժ կիշկերի մատնեց, իրենց էկերն անգամ բնական պետքերը բնության դեմ եղող պետքի փոխեցին։ Նույնպես էլ արուները կնոջ բնական պետքերը թողած իրենց ցանկությունով իրար հետ վարվեցին։ Արուները արուների հետ խայտառակություն կգործեին ու իրենց մոլորությամբ վայելած հատուցումը իրենց վրա կընդունեին։ Քանի որ ուշադիր լսեք, քանի որ չուզեցին Աստված իրենց գիտության մեջ պահել, Աստված էլ նրանց անարժ խորհուրդների մատնեց անվայել բաներ անելու։ Չես ուզե ընձի լսես, չես ուզոր ես քու կյանքիդ մեջ շարժվիմ, ուրեմն ես քեզի կմատնեմ անվայել բաներ անելու։ Որոնք են անվայել բաները։ Որոնք լցված էին ամեն անիրավությունով, պոռնկությունով, անզգամությունով, ակահությունով, չարությունով, նախանձով, մարտասպանությունով, հակառակությունով, ունենգությունով, չարասրտությունով եւ էին քսուներ, չարախոսներ, Աստված ատողներ, նախատողներ, հբաշտներ, անբաշտավաններ, չարբաներ հնարողներ, ծնողանց անհնազանդներ, անմիտներ, ուխտ չպահողներ, անդգուտներ, անհաշտներ, անողորմեր, նրանք գիտենալով հանդերձ Աստծո դատաստանը, թե նրանք, որ այսպիսի բաներ կանեն, մահվան արժանի են, ոչ միայն այդ բաները կանեն, հապա անողներին էլ հավանություն կտան։ Ուրեմն ինչ հասկացանք։ Աստծուն որ չես ուզե քու գիտության մեջ պահես, Աստծու կամքը քու կամքը չես դարձնե, Աստծու ընտրությունը ցանկացած հարցի մեջ քու ընտրությունը չես դարձնե, Աստված քեզի կթողնոր եղնես նախանձ, մարտասպան, չար, բռնվիս ամեն տեսակի սեռական մեղքերի մեջ, չար ցանկությունների մեջ։ Ինչի՞ դու ես ընտրե, Աստված չի ընտրե։ Դրա համար հիշեք, դու մենակ կմնաս, որովհետև դի քու ընտրությունն է, Աստծունը չէ, որովհետև դու քու մասիդ ավելի բարձր կարծիք ունեցար, քան թե Աստծու, որովհետև դու Աստծու տվածին սիր բադն է, լավը չէ, վայ սիր, Աստծու տվածին, վայ լավ չի եղնի, վայ թող մնա հետո եղնի, բայց դու մոռացար Աստված է որոշողը, հմի պիտի եղնի, հետո պիտի եղնի, տարիմ հետո պիտի եղնի, թե նույն օրը պիտի եղնի։ Հասկնաք երեխեք ջան, դրա համար Աստծու ամեն տվածը իր ժամանակին բարի համարեք։ Ինչ խոր ես զանգեմ իմ տղուսեմ, թե վաճական, իջի վար ընձի սումկե կսոքնե, սե մամա եկուց կուկամ։ Ես շենքի դուրը կանգնած եմ, կսպասեմ վաճական, այսպես կենենք Աստծու հետ։ Աստված կսե հմի պտի իջնիս ընձի օգնես, ես հմի քեզի կսպասեմ։ Իսկ մենք եկուց կամ կեշտան կամ մյուսորը կամ վաբշե չեն կեշտա։ Դրա համար երեխեք, Աստված ինչ որ կսե որոպեիմ դեննիս ու վազես։
Ընձորքսե ելիքը նա անուշ քրոշ տունը, ես պդի ելիմ էդ օր է էշտամ, դի չսեմ թե չէ, ես ճամպա ունիմ անցած, իմ ոտքերս կթունա, ես փող չունիմ ճամպի, ինչ եղկերնոր ես էշտամ, չէ, որ էշտամ իրա երեխեք ընձի հետ լավ չվարվին, որ տեղ չեղնի քնելու։ Աղջի, կամ այդ տղա, միթե Աստված, քեզի չափ չի վայ մի օր քեզի կսե կնա, այդ ընճիների պատասխանները միթե Աստված հենց սկզբից քեզի չի տվե։ Հասկնաք երեխեք։ Որ Աստված կսե էրա, էլ մի քննե, իշկան շատ քննեցիր, կամ վատ քեզի համար, ու ցավ կպատճառես Աստծուն, որովհետև Աստծու սածը կասկածի տակ պետք չէ դնել։ Կասկածի տակ դնելով երեխեք, մենք իրան կփոքր ծնենք, մեզի կմեծացնենք։ Չի կարելի Աստծու սածը կասկածի տակ դնել, որովհետև Աստված ամեն ինչ ավելի լավ գիտե, քան մենք ինքներս գիտենք։ Ու երբ որ մենք Աստծուն կփոքր ծնենք, մեզի կմեծացնենք, հենց դորից հետո կուկա շատ վատ բաներ մեր կյանքերի մեջ, որովհետև Աստված մաշող կրակ է, Աստված նախանձոտ Աստված է, իրա փառքը ուրիշին չի տա, ոչ է պատիվը կուրկերին կուտա։ Միանգամից Աստված ըմբես մեզի կհարվածոր, մենք մեγից կհասկնանք մեր տեղը։ Մենք կհասկնանք, թե Աստված երբեք իրա տեղը քեզի չի սիջե։ Աստված արտար է, Աստված հավատարիմ է, Աստված հզոր Աստված է, Աստված սուրբ Աստված է, Աստծո ճանապարհները ճշմարիտ են, ու այն ինչ որ այսօր քեզի սել է, աշխատի, եթե չես էրա, որպիսի դու մենակ չմնաս։ Եվ հոգևոր, եւ ֆիզիկական ոլորտի մեջ մենակ կմնաս, Աստված քեզի կթողնի ու կթողնի քու ցանկությունների ընտրություններիդ հետ ու դու մենակ կժառանգես Աստծուց դուրս խավարը, տանջանքն ու տառապանքը։ Փառք Աստծուն երեխեք ջան, այս հիանալի թեմայի համար, որնոր Տերս այս ընտածքը այդ ցավերի մեջ մեջքիս, այս ահավոր թևիս մեջքիս ցավերի մեջ այս քանորը ծնեց իմ մեջս ու շատ բաներ ցույց տվեց ու սա որ շատ կարևոր է։ Օրընձի լսես ամեն ինչի մեջ, որ դու մենակ չմնաս։ Ժողովուրդ ջան, եղեք օրհնված Հիսուսի զորավոր անունով, փառք Աստծուն այսօրվա հիանալի թեմայի համար։ Ովքեր որ թերացել են, հնազանդվին Աստծու տվածը վերցնելու մեջ, քանի ուշ չէ, ապաշխարեք ու եղեք այնտեղ, որտեղ որ Աստված ձեզի կտեսնի։ Եղեք այն մարդու կողքին, որտեղ որ Աստված ձեզի կտեսնի։ Վերցրեք այն, ինչ որ Աստված ձեզի կուտա, տվեք այն, ինչ որ Աստված ձեզի սել է տակ, ամեն ինչի մեջ հնազանդվեք Աստծուն ու երբեք դուք մենակ չեք մնա, որովհետև Աստված հավատարիմ է, Աստված ճշմարիտ է ու Աստված արտար է ու Աստված երբեք չի փոխվի։